Բարի լույս սիրելի հետևորդներ ջան, ռոմանտիկ տեսարանը վայելելուց հետո եկել եմ տուն ու իմ կաֆեն եմ դրել, որը արդեն դիառում է, քանի որ եղանակը տրամադրող էր, իմ ռոմանտիկ բաժակն եմ վերցրել։ Հիմա անջատ եմ ու լցնեմ։ Տորմանելու միտք ունեմ, սառնարանից միս եմ հանել, ամբողջ գիշեր այստեղ դրված այլել, հետ է եկել։ Մի քիչ էլ բայց տեղ ունի, ես գնամ իմ կոֆեն վայելեմ։ Վարակույրները հետ քաշած եմ թողել, որ տունը լուսավոր լինի, անձրևը չի կտրվել, անդադար գալիս է, բայց այնքան մեղմ ու փափուկ անձրև է, անընդհատ ուզում եմ նայեմ ու շատ հանգստացնող է, սիրելի հետևորդներ ջան, ծաղիկներս այստեղ դեռ ծաղկած են, տեսակ, որ ամբողջ ձմեռ ծաղկած մնացին, պատրաստվում եմ մազերս ներկեմ, հեսա այստեղ ու հիմա կբացեմ։ Ես պատրաստվում եմ մազերը ներկեմ, որ հասցնեմ աշխատանքի էլ գնամ, լադեր պտի միսել աղան, որ մազերս ներկեմ, կհասկանամ, որը երբ եմ անում, սիրելի հետևորդներ ջան։ Ես իրա բալզամն է, շատ նուտիր բալզամ։ Ձեռնոցները բացեմ։ Նախապես ամեն ինչը պատրաստում եմ, որ հետո իրա չխառնվեմ, ինքան բարակ է, շատ է բարակ։ Կարևորը ներկա լավ վերցնի մազերս, տրամադրված եմ ու հավեսով ներկում եմ։ Պատրաստեմ արագ-արագ, ներկի հոտը սիրում եք, կարող եք գրել։ Ես շատ եմ սիրում ներկի հոտը, ինձ դուր է գալի։ Մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան, դե գիտեք, որ այս ամեն ինչը իրար ենք խառնում, այս մեկը այս սենց հապակած, Garnier-ի այս ներկերը, այս ձևով չի սև, օղակա, հանում ենք ու նոր միայն այս իրա պրոբկայի այս սուր մասը բացում ատեղ։ Ոյ, ինք շատ յողոտ ներկա, փափուկ ներկա, կա չէ, որ անընդհատ նույն բանը օգտագործում ենք, նույն բանին ենք սովորում, ասենք օծանելիքների պահով, որ անընդհատ նույն օծանելիքն ենք օգտագործում ու ասում ենք, էդ իմ օծանելիքն է, էդ իմ հոտն է, հիմա ես այսքան տարի, որ Garnier էի ներկում մազերս, մի քիչ դժվար էր դրանից կտրվել, երևի ինձ նման շատ շատերը, հետո չգիտեմ ինչի խանութներում չի ջարվում, հատկապես իմ ուզած ներկի համարը։ Մի անգամ մի վիդեո տեսա, որ այս մասն են կտրում ու ստեղից են ներկը հանում, որ այս մասերում հավաքվում է, չէ, բայց էդ էլ եմ փորձել, մի ձևի, եթե կտրում ենք էլի ստեղ ծալվում է ու մնում է։ Դե հա, այդ մի քանի կաթիլը այս կողմ են կողմ չի խանգարի, ասեմ, որ շատ հեշտ է սանդրի պոչով հարելը, սիրելի հետևորդներ ջան։ Մի հատ ներկը բացեցի, այն մեկը չեմ բացում, քանի որ անմիջապես նկատեցի, որ ինքը պարունակությունը շատ է, համեմատած Garnier-ի ներկի պարունակությանը, նենց է շողշողում, շատ փայլը լավն է, շատ սուր հոտ ունի, արագ հարում եմ ու արդեն անցնեմ քսելու, հայելու առաջ կանգնում եմ, հետո քսում եմ, արդեն սովորել եմ, ինչ որ թե հենց բարդություն չկա, վсё, արդեն լավ է։
ձեռնոցները կհակնեմ, հարելու առաջ կգանեմ ու կսկսեմ ներկել։ Իսկ գնացի։ Եկել եմ մի քիչ թիթիզանամ։ Անհամբեր սպասում էի, թե ինչ գործին կստանամ։ Մեկ դուպներ կլրիվ հերիք է, այսքան խիտ ու երկար մազերին։ Արեխվի գույնն է։ Շատ լավ ներկել եմ։ Եվ ինչ շատ է դուր գալիս։ Երիտասարդ տեսք եմ ընդունել։ Մոտ 20 տարով երիտասարդ եմ երևում։ Ընտիր։ Վարսավիրանոց գնալ պետք չեղավ։ Դերթացա։ Հենց որ չորանա, արդեն գանգուրիկները լավ կերևա։ Մի քիչ էստեղ ներկե հետքներ մնացել։ Էդ էլ իսա մի հատ էլ կմաքրեմ։ Մի խոսքով։ Փոփոխության ենթարկվեցի։ Մի քիչ ինձանով հիանամ, հետո գնամ տոլման սկսեմ, մինչև գործի գնալ ես, կհասցնեմ քալամը կխաշեմ, ջուրը դրել եմ, թե կհասցնեմ իսնել կաղամ, կարծա էլի թող առաջ գնա։ Այս հենց են այ փոփոխվում։ Ես քամանն արդեն մաքրել եմ, որոշին էլ սա խոհանոցն աղացվել։ Մի քիչ մեծ է քալամը, բայց կստացվի։ Մազերս հավաքեցի, քանի որ թափած թողնում եմ, չեմ կարող սենց գործանեմ։ Ինչքան որ թեթիզացա, հերիք էր ու անցնում եմ առաջ։ Ստեղամանները էի լվացել, մի քիչ հետո կտեղավորեմ, կնոց կապեմ, այսպես, իսներ պետք է աղամ, սիրել է հետևորդներ ջան, այս ենցա, որ մարդը իրա իմիջը փոխում է, նաև մեզ լավ ենք զգում, այսպես, կարող է ձեր համար մուքա թվում, հետո դեռ խոնավ է, բայց լավն է, այսպես, որ թափած թողնում եմ, Ալլա Պուգաչովա եմ դառնում, Ինչ անից ես, տանակ օշրջան, որն ինձ համար այլվել, սիրել է հետևորդներ ջան, ասի մի քիչ, բոլորիս դրամատրություններ պայծառացնեմ, դուք էլ կարող թիթիզանաք, կապ չունի թե ինչ տարիքի եք, տարիքը դա միայն թիվ է, թիվ, ուղղակի թիվ, մի քիչ է սենց մնա, հետո արդեն թերերը հանեմ, միսը դեռ չեմ աղացել, ստեղա խոզի միս, այս մեկը խոզի միսն է, կիլոգրամից ավել, այս էլ էլի կիլոգրամից ավել, դավարի միս, մի հատ իսկ կան,
Քանի որ այստեղ պետք է ուրիշ բաներ տեղավորեմ։ Բայց այս տանակը փոքր է։ Այս մեկը չէ։ Հա, պիսեր ձեռքիս համար իմ շուտվա դանակը։ Սրանք ենքան ամուր են այս դանակները։ Չնայած այս կարմիր պոչով դանակներն էլ են շատ ամուր։ Ոյ, իջուկը հանել եմ, այս ակները հետ կգնա։ Սենց հավեսով, քչելոքնեմ, շուտ հետ գնա։ Մի հատ լավ տոլմային ուզում դնեմ, վաղոտ չեմ արել։ Չնայած դեռ ճաշ ունեմ, այն որ երեկ ասում էի, թե թանապուրեպ է, էդ էլ հետաձգվեց։ Ուրեմն սառնարանի դուռը բացեցի, նկատեցի, որ պետք է մաքրեմ, թարմացնեմ մի հատ, հերթով նայելով, տես այդտեղ միս ունեմ։ Ասեցի լավ, արժե որ մի հատ այս միսը համով, հոտով տոլմա դնեմ, հայավարի։ Ես շտապում եմ, բայց դեռ պետք է որ ջուրը էլի փափկացնի, հասցնեմ գործես, դե ինչքան կհասցնեմ։ Ես շատ եմ սիրում, որ ջրի մեջ ենք բացում, շատ տարբերակներ կա, ջեռոցի մեջ են դնում և այլն, ես սիրում եմ, որ տաք ջրի մեջ ենք բացում, արդեն իսկ երևում է, որ ընտիր քալամատոնի համար, սկզբի մի քանի թերը կանաչին է խփում, հետո սպիտակ թերերը հերթով բացվում են։ Հավերս փակած են, հանգիստ եմ։ Անձրևն էլ անդադար գալիս է։ Գորման անձրևը, մեղմ ու քնքուշ։ Ծառերը ծաղկել են, ու այդ անձրևի հետ ծաղիկների բույրը տարածվում է։ Այսպես, այսպես մեծ սիրուն թերեր են։ 4 հատ տոլմա կփափափվի այս թերով։ Ջուրը սկսել է եռալ, բայց դեռ չի ուզում թերերը փափուկանա։ Դե ես այս գործն անեմ, սիրելի հետևորդներ ջան։ Մի խոսքով տոլմա ենք եփում այսօր։ Ինչ եփել այսօր։ Տոլմա եփել։ Մի քիչ պետք է սպասեմ։ Ընտիր։ Այսքան թերը արդեն լավ ճկվել է, ես սկսել եմ հանել։ Ընտիր։ Շատ ընտիր է։ Հենց որ այս բոլոր թերերը հանեմ, սիրելիներս, նորից քալամանը ցնելու եմ երմաջրի մեջ։ Այս ձևով շատ հեշտ եմ լինում, ինչքան էլ մեծ է լինում, ասեմ, քալաման, շատ հեշտ եմ լինում, այս տանակը, որ սենց ամուր մտցրել եմ, արդեն հեշտ եմ լինում։ Ու այստեղ, որը չի կտրվել, կտրում եմ, որ հեշտ հետ գնա։ Մի հատ էլ շրջեմ էլի։ Ու մի քիչ եմ սպասեմ։ Մի հատ էլ եմ շրջել ու շատ հեշտությամբ արդեն հետ է գնում թերերը։ Վարդի պես բացվում է ուղղակի։ Ընտիր բացվել է, ինքն իրանով արդեն հետ է գնում։
Հլա։ Այսքանն էլ թե հանեցի։ Всё։ Առաջ քալամը խաշեցի, սիրել հետևորդներ ջան, որ հովանը գործից կամ արդեն հովացած լինի ու հեշտությամբ արդեն մշակեմ ու տոլմա փաթաթեմ։ Ես շարունակեմ գործես եւ իմ տոլմա պատրաստելով կմիանամ մասնիկ առ մասնիկ։ Մի հատ էլ սենց եմ հավեսի բերում, սիրել հետևորդներ ջան, քանի որ նկատեցի, որ տեսաղցիկս իմ քալամի ճերմակությունը չի փոխանցում ձեզ։ Քալամը հովացել է, ես անց եմ գացել, թերերը սիրուն կտրելուն, այս կոշտ մասերը յանգամից հենց կտրում հեռացնում եմ։ Այս սենց։ Հետո նոր բացում եմ, ես իրա մեջտեղի տերևի կարովը, այսենց սիրուն, ինքը գնում է իրան։ Ես շատ եմ սիրում, որ տոլմեն մեծ եմ փթաթում, դրա մաս իրան էլ բուջուրացնում չեմ։ Այսքանն արդեն մաքրել եմ, հեսա։ Սիրուն թերերը սարքել եմ։ Ութենց արդեն նույն ձևով շարունակեմ, երկու թերա մնացել։ Միսն էլ մոտիկացրել եմ, պետք է որ հասցնեմ միսնել, աղան նոր գնամ գործի։ Այսենց, այս չափի, ոչ մեծ է, ոչ էլ փոքր է։ Նաև սիրում եմ, որ շատ ամուր եմ փաթաթում, ձիգ տոլմաներ եմ փաթաթում։ Մի հատ էլ դամակը սրեմ։ Այա, անդիր։ Սրելուց հետո սրբում եմ։ Իսկական տոլմի միսա, խոզի բոշերն է։ Ամենահամովը սրանից է տոլմենելում։ Ինքն իրա յուղով կանի, ամենափապկա մսերն է։ Անդիր, մի հատ ես կտրեմ, հետո կանցնեմ դավարի միսը կտրելուն, են էլ արդեն լավ հետ է եկել։ Շատ չեմ մանրացնում, ենքան մի քիչ բարակ կտորներ եմ անում սենց երկարությունով։ Այս յուղն ենքան համով ալնում տոլմի մեջ, որ էլ չասելու։
Այս հենց լավ միսը։ Խորովածի մեջ էլ այս թիքեքը համով։ Մի հատ երկու մասի բաժանեմ։ Ու նույն ձևով սկսեմ մանրացնել։ Թել միսա է։ Գիտեք չէ, որ միսը ինքը մեկը մյուսից առանձնանալու տեղեր ունի։ Եթե այդ տեղը գտնում եք, ավելի հեշտ ենք կտրում։ Ընտիր։ Էս էլ միսը, հիմա ինձ մնում է մեքենան գնամ, բերեմ հավաքեմ, ընտիր։ Մի հատ կոֆեն չեր խանգարի, չէ, մի հատ թարմանանք։ Միսը դեղ չեմ աղացել, կոֆեի փեցի, համ կումկում բայելում եմ, համ էլ կանաչին մաքրեմ։ Այս մեկը խառը կանաչի, սա մի պետլուշկա և համեմ, իսկ այս մեկը արդեն ամբողջը համեմ։ Այստեղ նաև համ ունենք,
խոսքով կարմիր սոխն եմ մաքրել արդեն, ես մի երկու կումն եմ խմեմ, հետո շարունակեմ։ Ասեցի կանաչին սոխը մաքրեմ, ու նոր մի անգամից մեքենան կմիացնեմ, որ իրար հետևից գործես անեմ։ Խոչախարսների պես է, այն որ համ գործ են անում, համ ուտացնում են, համ ուտում են։ Շատ մաքուր կանաչի էր։ Մեքենան արդեն միացնում եմ։ Լվացած մաքուր տեղավորած էր, բայց մի հատ ամեն դեպքում սրբեմ կտորով։ Մի ժամ ժամանակ ունեմ, ինձ թվում է կհասցնեմ նաև հունցեմ։ Մանավանդ որ կոֆեն էլ խմեցի, չէ։ Ուժ եմ ստանում, ուժ։ Այսպես էս առայժմ մի կողք ու արդեն մեքենան հավաքեմ։ Ամեն առաջ առանց որևէ միջուկների ձգում ենք։ Այսպես լավ է։ Հետո միջուկը միացնեմ, տենամ, ճիշտ եմ միացրել։ Սյո, սկսում ենք գործը, բայց ես մեզ լագանը, արդյոք այստեղ կտեղավորվի, եթե տեղավորվի, բրավո Անուշկա։ Քիչ հնարավորությունների դեպքում ստեղծում ենք մեծ հնարավորություն, այսպես։ Ու սկսում ենք, հավես գործը թևերը կշտում ենք մի հատ և միսը լցնում, ապա։ Միսը լցնեմ, քանի որ ենքան արագա պտտում էլ չասելու և նորից գնացինք։
էի շատ քով եմ իմ էս մեքենայից, սիրելի հետևորդներ ջան, ոլոր-մոլոր միսը աղացել է, հեսա։ Հիմա սա էստեղ թողնում եմ ու սոխն եմ ուզում աղալ կանաչին, չէր խանգարը 2 հատ կարտոֆիլը, որն արդեն մաքրել եմ, մի հատ էս հացել եմ բերել, որ ամենավերջում հաց աղամ, ըստ ավանդույթի, ըստ մեր տատերի, որ մի հատ են, որ մսաղացը մաքրում հանում է, բայց դե սա մաքուր է հանում, ուրեմն էս մի կամ, հիմա սիրելի հետևորդներ ջան, նախքան միացնելը, ուզում եմ էս հենց հանեմ, քանի որ ապակին չեմ իջացրել, որ ստեղ հեշտ լինեմ էլի, որ ապակին իջացնում եմ, արդեն տարածքը հարթ է լինում ու սոխը մանրացնեմ, լցնեմ էստեղ, արդեն ուզում եմ արագի մեջ անել ես ամեն ինչը, որ հասցնեմ, խունցեմ, նոր գնամ կդնեմ սառնարանում, հետո կգամ ու արդեն կփաթաթեմ, այս սենց, այս ձևով միացած ես, որ ավելի հետարքիր լինի, իմ արած գործը տենակ էլի, այս սենց, կարմիր սոխը, ավելի առողջարար, ավելի օգտակար, ահագին ֆարշ կլինի, ամբողջը բրինջ չեմ խառնելու, սիրելի հետևորդներ ջան, որ հունց եմ պատրաստեմ արդեն, պատրաստի ֆարշին, տորմայի ֆարշը կառանձնացնեմ, բրինջ կխառնեմ, այն մնացածը առանձին կթողնեմ, ատենք էլի կարող եմ յորել, ոյ թռավ ու տողա գալու, կարող եմ տաթևս գա, տաթև, արի, տոլմա եմ անում, այս կարտոշկեն շատ փափուկ է պահում, սիրելի հետևորդներ ջան, այս ստեղ կլցնեմ կանաչու վրա, արագ, չուշանամ իմ գործից, ջրկամ եմ, ու արդեն միացնեմ սոխը, աղա, կարտոշկեն, կանաչին, գնացինք։ Վերջացրի աղալը, նաև պամիդոր եմ աղացել, սիրելի հետևորդներ ջան, ահա, մեքենան եմ ուզում արդեն հավաքեմ, որ միշտ երկար օգտագործեմ, հիմա սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ցույց տալ նաև այստեղ, թե ինչքան սիրուն է, սոխը, կարտոշկեն, կանաչին ու այն մի կտոր հացը, որ սենց սպիտակին է խփում։ Ես սկսեմ հունցելը, ամեն բան պատրաստ է, մի հատ էս իրարով խառնեմ, ես սիրում եմ, որ սոխը առատ եմ անում, կանաչին առատ եմ անում ու արդեն սկսեմ հունցել, պամիդորը քիչ-քիչ կլցնեմ, որ փափուկ վարշը ստացվի, տավարի միսը մի քիչ շատ էր, համեմատած խոզի մսի հետ, վարշը որ փափուկ է լինում, տորման էլ է համով լինում, ամեն ինչի համար, որ կօգտագործենք այս վարշը։ Տոմատ էլ պիտի լցնեմ նաև, պամիդորով չեմ բավարարելու այս վարշը։ Բրինձն էլ խառնեմ, հետո տոմատն էլ կբերեմ ու կխառնեմ։ Լավ լվացել եմ բրինձը։ Ինչքան էլ որ պամիդոր լցրի, միևնույնն է ֆարշը չի կարմրել, ֆարշին կարմրացնում է միայն շատ թանձր տոմատը։ Լավ հունցված է, տեղը տեղին։ Փափուկ թեթև ֆարշ։ Ես էլ արդեն ծածկեմ ու սառցե խցիկ։ Շատ չեմ օգտագործի սրան։ Մեքենան լվացել եմ, պատրաստ է և ամեն բան լավ հասցրեցի։ Տորմայի ամուշոտը տարածվել է արդեն, սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից եկել եմ,
անմիջապես այս գործով եմ զբաղվել, պակաս բաները ավելացրել եմ, աղի համը տեսել եմ, աղը նորմալ է ու եփված է տոլման։ Ընտիր, թմբլիկ փաթաթել եմ, հիմա կհանեմ ու կվայել եմ։ Այսինչ հավիսով ձեր հետ միասին տոլմա եփեցի, սիրելի հետևորդներ ջան, տեղին։ Երկու շարքից եղավ, մի քանի հատը, ասենք, կողքերին դրեցի, որ այդ աբսենթն է ու նստացնի տոլմային։ Այս է ծածկեմ, գնամ վայելելու։ Դուք էլ մի համով բան պատրաստեք, սիրելի հետևորդներ ջան, եւ անուշարեք։ Բոլորիս բարի ախորժակ եւ մինչ հաջորդ վլոգ։